Բանկի ակտիվների աճ 14%, պարտավորությունների աճ 11%, տրված վարկերի ծավալի աճ 17%, շահույթի մեծության 90% աճ կազմելով 9 միլիարդ դրամ։ Սա Հայէկոնոմբանկի 2024 թվականի մասին է։ Հունիսի 13-ին տեղի ունեցավ Հայէկոնոմբանկի տարեկան ժողովը։ Հայէկոնոմբանկի վարչության նախագահ Արտակ Առաքելյանը նշեց, որ 2024 թվականին բանկն ամրապնդել է իր դիրքերը բանկային համակարգում, ունեցել է կայուն աճ բոլոր տնտեսական ցուցանիշներում։ Վարկային պորտֆելի 17.4% աճ ենք ունեցել, վարկային պորտֆելը կազմել է մոտ 342 միլիարդ։ Ունեցել ենք նաև ֆիզ անձանցից ներգրաված ավանդների 17.5% աճ։ Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքասյանի գնահատմամբ 2024 թվականին խորհուրդն ապահովել է բանկի արդյունավետ զարգացումը, ճկուն համագործակցել գործադիրի հետ։ Հաշվետու տարում խորհուրդը ծավալել է արդյունավետ գործունեություն, ամբողջովին կատարելով խորհրդի 24 թվականի գործունեության ծրագրերի պահանջները, գործելով կորպորատիվ կառավարման սկզբունքների համաձայն։ Հայէկոնոմբանկը ինքը ավանդույթներով բանկ է։ Ես միշտ տարբեր հաճախորդների, տարբեր մարդիկ, որ առնչվում են Հայէկոնոմբանկի հետ շփվելիս, միշտ այդ փորձում հասկանամ, ոնց կարա լինի, որ բանկը ունենա 99.2% ստանդարտ վարկեր։ Բանկը շարունակում է նորարար լինել պրոֆեսիոնալ լուծումներով։ Գործարկվել է IAB Mobile-ում բիոմետրիկ նույնականացումը, Money Send փոխանցման համակարգը, Visa Stop Payment Service-ը, ինչպես նաև ինտեգրումը UBPay միջազգային վճարահաշվարկային համակարգին։ Հայէկոնոմբանկը առաջինն է Հայաստանում, որ նախաձեռնել է առցանց միջավայրում POS տերմինալի միջոցով անկախնիկ վճարումների իրականացումը, հետաձգված գործարքի կիրառմամբ։ Բանկը միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցելով անցած տարիներ գրավել է մոտ 70 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, այն ուղղելով միջին, փոքր եւ մանր ձեռնարկությունների ֆինանսավորմանը, կանաչ ֆինանսավորմանը։ Բանկի ուշադրության կենտրոնում է նաև սոցիալական պատասխանատվությունը։ 2024 թվականին արվել է 170 միլիոն դրամի բարեգործություն կրթական, մշակութային հիմնադրամներում։ Հայէկոնոմբանկը մշտապես կարևորում է սոցիալական կորպորատիվ պատասխանատվությունը։ Ամեն տարի իրականացնում են կրթական, առողջապահական եւ սոցիալական ծրագրեր։ Այս տարի զինվորի տան հետ համատեղ իրականացնելու ենք 2 ծրագիր, առաջինը կրթական, որի արդյունքում զին հաշմանդամները հնարավորություն կունենան հետագայում աշխատանքի տեղավորվել բանկում, եւ երկրորդը թողունակության ընդլայնման ծրագիրն է, որի ընդհանուր արժողությունը կկազմի 50 միլիոն դրամ։ Օրը հատկանշական դարձավ նաև զինվորի տան հետ համագործակցության կնքմամբ։ Եվ յուրաքանչյուր նման ծրագիր, որը որ սոցիալական պատասխանատվության դաշտում է իրականացվում եւ պսակվում է նաև տղաների ամբողջական սոցիալիզացիայով, մեզ համար ոչ միայն հետաքրքիր է, այլ անհրաժեշտ։ 2025 թվականին Հայէկոնոմբանկը ևս լինելու է հաճախորդների կողքին, շարունակելով լինել վստահելի եւ կայուն։ Հայէկոնոմբանկ, երբ մեր շահերը համընկնում են։ Մարիամ Մկրտչյան, Անդրանիկ Չրաղյան, Զարգերակ լրատվական։